Նույն Աննան մնացիր։ Երանի քեզ որ խիճը դիմակով ես ապրել։ Եվ երանի մեզ որ մեր հետ ես մնաց։ Միքայելից հետո մենք երբեք իրար հետ կատարվածի մասին չենք խոսել։ Ինչ խոսենք այվալա, ինչի մասին խոսենք, ինչ որ պետք է խոսենք դու գիտես, և հակառակը, ես 5 տարի անընդհատ Միքայելի ձայնականջիս արտանում եմ առավոտյան, իսկ երեկոյան սպասում եմ, թե երբ է դու վերադառնալ։ Բայց մեկ է իմ աղջիկը, ես կյանքը ջրի պես է ընթանում, պետք է ապրել և վերջ։ Ես միայն մի բան եմ ուզում հարցնել, դու ինձ սրտանց ես ներել։ Պապ ջան, ես ամեն գիշեր աղոթում եմ քո համար ու միշտ կաղոթեմ։ Տեր, չեմ դադարելու ամեն օր շնորհակալություն հայտնել քեզ, կյանքիս մեծագույն սիրո, Հենրիի համար, ընտանիքիս համար, երբեք ձեռքս բաց չթողնելու համար։ Շնորհակալ եմ ինձ պահած ու մեծացրած հորս ու մորս համար, Տեր, որ ամեն պարագայում կողքիս եղան, ինձ հետ միասին տառապեցին, ապրեցին ու ապրեցրին։ Շնորհակալ եմ ընկերներիս համար, որ մնացին մեր կողքին անգամ ամենադժվար պահերին։ Շնորհակալ եմ ինձ կյանք պարգևած հորս ու մորս համար։ Շնորհակալ եմ, որ նրանք բոլորն իմն են։ Իմ մեծ ընտանիքը, իրենց թերություններով և առավելություններով հանդերձ։